Գիտեք, ես որևէ բացասական բան չեմ տեսնում հայ-թուրքական դիալոգի կայացման մեջ։ Ընդհակառակը ես կողմ եմ եւ կարևորում եմ հայ-թուրքական դիալոգի կայացում։ Այստեղ այլ խնդիր կա։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ինչ-որ օրակարգով է գնում Անկարա, թե Անկարան դառնալու է հենց այն հարթակը, որտեղ Նիկոլ Փաշինյանին մասնավորապես կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում զիջումներ են պարտադրելու, մանավանդ ռեգիոնում ստեղծված բարդ պայթունավտանգ իրավիճակը հաշվի առնելով։ Սա մեկ խնդիր։ Ես մինչև հիմա Փաշինյանի մոտ օրակարգ չեմ տեսել, մյուս կողմից չեմ տեսել մի դեպք, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան որևէ կերպ հակադրվի Բաքվի օրակարգին։ Եվ երկրորդը ոչ պակաս կարևոր հարցը։ Արդյոք Փաշինյանը ձգտում է հայ-թուրքական դիալոգին, որովհետև Թուրքիայի մեջ տեսնում է անվտանգության երաշխավոր, թե դա հավելյալ գործոն է, որով նա փորձելու է Հայաստանի անվտանգային համակարգը ռիսկերից ձերբազատված դարձնել։ Սրանք տարբեր բաներ են։ Ավելի պարզ ասեմ, եթե հայ-թուրքական դիալոգը տեղի ունենա հայ-ռուսական հարաբերություններում տոքսիչ բաղադրիչը վերացնելու զուգահեռ, այսինքն այստեղ էլ բալանսավորված մոտեցումը շատ կարևոր է։ Ես կողմ եմ հայ-թուրքական դիալոգին, բայց դա տեղի չպետք է ունենա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության կամ դաշնակցային հարաբերությունների հաշվին։ Այս դեպքում ամեն ինչ ներդաշնակ կլինի եւ կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը Անկարա է գնում ռուսական հովանոցը թուրքականով փոխարինելու պատրանքներով, ապա մենք ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ականատես կլինենք, այլ ականատես կլինենք Հայաստանի կլանումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Այլ խոսքով Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական խցանի մեջ։